Ես եմ խորագրով միջոցառումը, որը կայանալու է նոյեմբերի 21-ին նվիրված Կիմ Երիցյանի 75-ամյակին, այնքան ճիշտ է բնորոշում մեծն դերասանի բնավորությունն ու խառնվածքը, որ թվում է, թե Ես եմ խորագիրը միակն է համապատասխան այդ երեկույթին։ Մեր ժամանակների կինոյի ու թատրոնի ամենավառ կերպարներից մեկը վաստակավոր դերասան Կիմ Երիցյանը ծնվել է 1930 թվականին Թիֆլիսի Հավլաբար քաղաքում։ 20 տարեկանում Կիմը եկավ Հայաստան եւ միանգամից ընդունվեց Երևանի ճարտարագիտական ինստիտուտ, սակայն թե ճակատագրի բերումով, թե պատահաբար Կիմը շուտ հրաժարվեց ճշգրիտ գիտություններով զբաղվելու իր ճանապարհից եւ 1953-ին ընդունվեց Գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Սովորելու տարիների խաղացել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որից հետո 20 տարի խաղացել է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում եւ վերջապես տեղափոխվել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ եւ գործել է մինչեւ 2003 թվականը։ Մենք կարողանում ենք լեգենդների մի ամբողջ կյանքի պատմությունը դասավորել թվականների կողքին, համառոտ պատմել անցած տարիների, ամիսների, լավ ու վատ օրերի մասին, պատմել առանց մանրամասների, քանի որ մենք չգիտենք ճակատագիրը նրանց կյանքում ինչ անակնկալներ է մատուցել, եւ ամենակարևորը ոչ միայն չգիտենք, այլ քանի դեռ ունենք հնարավորություն մանրամասները լսել նրանց շուրթերից, չենք բարձրաձայնում մեր փիլիսոփայական մտքերը։ Ուրեմն ինչն էր հետարքիր, փոխանակ ինքնաթիռը իջրի, ընկավ եւ այսպեսի գեղեցիկ տեստաճ ոչ մի դու 154 այսպեսի տեստ չի ունեցել իր ծնված օրվանից ու հանկարծ իջնելուց այսպեսի տեստաճ այստեղ ճեղ կա, այստեղ մի հատ ճեղ կա, այդ ճեղի տակն էլ նստած է, այն կողմի թևից իջանք 164 հոգի, սկզբից ասեմ, ոչ ոք չտուժեց, բոլորը ողջ մնացին, այդ մեր այդ պիլոտների շնորհիվ, այնուամենայնիվ, բայց թևերը լեփլեցուն նավթով, այսինքն վառելանյութով, լեփլեցուն, այն ժամանակ որ թռչում են, այստեղից էին հավաքում, որ այնտեղ թագեր չառնեն, վեր կա, այդ է պատճառը, որ լեփլեցուն թևերն էին, դուք պատկերացնում եք մի կայծ լիներ, ինքնաթիռը 3 ակնթարթում կդառնար փոշի, ես հիմա լուցկու տուփի մեջ կլինեի, փոշիացած վիճակում ու կարծեմ սև գույնի, այդ չի հարցը, ուրեմն, ինչն է հետարքիր, ոչինչ չեղավ, այդ ինչ ռուսները որ եկան ստուգման այնտեղ, ասացին, вы родились в рубашке, поменяйте дни рождения, вы все родились сегодня, այն ինչ տեսան, այդպես, բայց պրծանք, դուրս գալուց թևից թռչում ես, թևից 2.5 մետր, 2 մետր, ոնց որ պատալոկից իջնի, հասակը չեմ, 60 հոգի, Էմա Վարդանյանը եկակին, չծաղկին, Անահիտ Թոփչյանը ընկավ, վերկացավ, էլի արիստոկրատ քայլերով վտանգը է պայթումա, էլի արիստոկրատ քայլերով շարունակեց մինչև այրոպորտ գնալը, Ռաֆայել Քոթանջյան, դուրս գալուց, բոլորս ենք թռչում, ինքն էլ Ռաֆիկը յոգա է, սպորտսմեն է, իրոք շշմելու ճկունություն ունի, եւ բեմում իր կյանքում, դե պարապել է, պարապած մարդ է, նա, ուրեմն թռավ, այդ որ մեզ հողը գցեց, այդ հողն էլ, այդ հողը փրկեց, այդ բանից, ասֆալտից ինքնաթիռը գցեց աջ, ընկնելուց հետո գցեց ակը պայթեց, գցեց աջ ու հողի մեջ, այդ հողը մեզ փրկեց, Սիրիայի հողը մեզ փրկեց, մտանք հողը, առաջին կարոսները լրիվ մխրճվեցին 1.5 մետր մտան հողը ու ինքնաթիռը կանգ առավ, բայց այդ արանքում հասցրեց ջարդվեց 1.5 մետր այդ բաններ, ալյումիններ, որ պահեց, եթե լրիվ կտրվեր, արդեն մի մասը գնար հյուսիս, մյուսը կգար Երևանի կենտրոն կհասներ, այդպեսի վիճակ էր, այդ արագության վրա, գիտեք ինքնաթիռը ինչ արագություն ունի ու մատորը աշխատում է, դուրս թռան, մի կերպ դուրս են գալիս, ես էլ գիտեի դպրոցում սովորել եմ կլղկոնձի անել, թռնելուց կլղկոնձի արեցի, որ վիզուս չջարդվի, այդպես փրկվեցի, Ռաֆայել Քոթանջյանն էլ իր սպորտսմեն, ես տեսել եմ ոնց է 10 մետրանոց բանից թռել ջուրը, սպորտսմեն, իսկական սպորտսմեն, բայց թռավ այդտեղ դաշտում ամբողջ այդ հողի մեջ մի կտոր քար կար, նշան էր բռնել, թռավ ուղիղ այդ քարի վրա, ոտը ջարդվեց, ինելով հենց Ռաֆայել Քոթանջյանը,
Վայ հետո բայց ինչ է նշանակում դերասանություն, որը տարան հենց այդտեղ գնաց հիվանդանոց օպերացիա եւ այլն, որը կապած այդ բաների վրա, կալոսների վրա ներկայացումներից ոչ մեկը չհանեցինք։ Առաջին օրվանից արդեն ներկայացումը պիտի հետաձգվեր, որտեղ բոլոր ներկայացումներում ինքը դեր ուներ գլխավոր դերեր։ Կաստիլով ջոկ էր խաղում այդ բաներով ու այնպես էր սարքել, որ դերը էդ էր, դա ոչ թե իր բաններ, դեֆեկտներ, այլ դերը այդպես է կառուցված։ Ես ազատամիտ եմ, սակայն սկզբունքորեն պահանջկոտ։ Խմահաճություններ չունեմ ու ոչ մեկին ոչինչ չեմ պարտադրում։ Ինձ թվում է կանանց կյանքում ավելի պակաս են գնահատել, քան նրանք իրականում կան։ Երբեք չեմ հնարում, այլ զգում եմ։ Չէ բառը աշխատում եմ չօգտագործել, քանի որ իմ չեն, տարբերվում է մնացած չէերից, այն մինչև կյանքի վերջը։ Մենակ կինս, որ հարցնում ես, լև ես գնացել, այդ միշտ խապել է։ Չէ։ Կնոջս ասեցի, չէ, ասի Բեդա ջան, ցավը տանեմ. Из всех женщин больше всего я тебе люблю. Портаца, ուրախացավ, աչուձախայեց, это շուրը կասեց, сволочь, как это из всех женщин? Նոր չեմ ասում։ Այդ խաղերը որ չնեն ընտանիքում, դուք պատկերացնում եք առանց խաղերի։ Այո, ոչ, ինչպես չի կարելի է այդ ինձ հիշեցնում է բաբանական աղյուսակ։ Ստեղծագործելուց միակ գործիքը հոգին է կամ սիրտը, իսկ մտքերս լույս աշխարհ բերելու միջոցը գրիչը։ Եվ նմանատիպ շատ իմաստուն խոսքեր, որոնք Կիմ Երիցյանի այցետոմսն են, որոնք կարողանում են ներկայացնել նրա առեղծվածային խառնվածքը, որոնք կմնան հիշողությունների գրկում։ Բալի շուտով։ Տղեր կգրով են անցել։ Հետի չես այդպես նայ։ Ոնց ես գույնդ գցել։ Գույնս, գցել եմ։ Երեսդ ոնց որ կավիչ։ Ինչ ես ասում այդ աղա։ Հը? Դինչ, այդ ինչ։ Ինչ։ Դինչ։ Դինչ։ Հլամի։ Դինչ, հլամի ինձ նայր։ Նայեցի հետո։ Ինչ հալի եմ։ Մեր քութիկի հալին։ Հը? Այ տղա, երազումդ գելու արամիոչ ես տեսել։ Ինչ է որ։ Սպրտնատ է։ Սիպտակ ղուշը քեզ օրինակ։ Տեսա՞։ Բավր ասում եմ։ Հա։ Այ մարդ թողեք քնենք էլի։ Զավեն։ Ինչ է։ Զավեն։ Յա։ Ինչ կենթանի ասես հանդիպել եմ, բայց սպիտակ սատանա չեմ տեսել։ Կիրակոս, Այդ տղա հո դու հիվանդ չես։
Վայ, այդ ինչա աման, հասեք, տղա ջան, ջուրջ։ Վայ, հասեք, տղա ջան։ Մարզանի ջան, ջուրնա։ Գերգերոմա։ Ձերս գնումա։ Վայ, լավա, ոչ տղա ջան, մի խառնվեք, մանգիս, որ մի հատ եսալեզունն է լավ կլներ, հա։ Դվեք, բարգացեք։ Լավա, բարգացեք, հաչապաչի, վայ, տղա ջան, լավա, տղեք ջան, մեր հալալ ընկերը, մեր դերից գնում է, ուր, գրողի ծոցը, ջնա, իսկույն վազիփե շարի հետևից, ջուտ, ոտների տակը խտուտ տվեք անց, ոտների տակը, այդ, Դուք ձեր քեֆին խրմփացնում եք, համա ես, ամբողջ գիշեր, վախ, աչք չեմ կպցել, վայ ես ինչ օրն անջում, գրակը որնեղից էր, աման, պրոֆեսոր, այ մի կտոր սևաց ուզեց, մեր ընկերը չկարողացակ տալես, ինչ կրակ էր որ է, աման, Ախպերս գագիկը չուշացավ է ախր։ վերջեն լասած թե սատլ ջան ես, ոտու գլուղ լավ պատատեք, թող կրտնի միջև գավ, Ասեն ջան, սատել ջան։ ես ինչ ապատահել, Արսեն ջան, սատել ջան։ Արսեն ջան։ Չէ, բան չկա։ Դե դեղերք ինչքան շուր կա բերեք, այնպես քրտնացնենք, որ մեկ են լավանա։ Շորերեք, բերեք։ Բայ, բերեք, շուտ արեք, գերո ջախացրեք, Այս դու շատ։ Մեկ, ոչ, լավանա, Դեդի Գրանջան, ես գնացի, ուրեմն կսպասենք այգու մոտ։ Լավ։ Ոնց է մեր հիվանդը, լավ է։ ոչ, կիրակո ջան, ոչինչ, ապա ջան, ոչ, եսա կլավանա, մրտես։ Դե գլայա։ Ոչ, դու մենակ քրտնի, որ մեռնես էլ վնաս չունի։ Այս կողքիս հաստլիկ տղենն էլ, մեր մասխարա զավետն էլ, ծանոթացեք, ծոլակ, Զավեն, հալա օրորոցում շվի երացում, այ սա էլ մեր պրոֆեսոր Կոլյունն է, գլուխոչի ճեմարան է, ես էլ մեր տիրացու կիրակոստն է, Մուսկամանդում բստակ լիմոն, խեղճի հերն ուզում էր տիրացու կարգեր, բայց մուրազը պորում մնա։ Այս տծած մոմպասն էլ մեր դինջ վարդկեսն է։ Ամա թե հիվանդին կարմիր խնձոր հասցնող տղա է։